Ազգային ժողովի նախագահի տեխնացուին շնորհավորեց։ Հարցը ուրիշ բանի մասին էր։ Արդյոք սա չի նշանակում, որ ամեն ինչ ըստ էության ՍԴ-ում որոշված է, սուդյան առած է, ինչպես ասում։ Ամեն դեպքում մենք պետքա որպես երկրի ինստիտուտ հարգենք եւ կգնանք այս ճանապարհով։ Հույս է տալիս, որ ԿՊԱ-ական երկու գործիչ դուրս է եկել կազմից, նաև մտավախություն է առաջացնում, որ նախկին տեխնացուներից մեկը շարունակում է մնալ ՍԴ-ի կազմում։ Բայց ամեն դեպքում կգնանք process-ի ավարտը, ըստ դրա բան կանենք։ Մի բան, որ հաստատ է, իշխանությունը այլևս Ալիևի պատվերով չի կարողանա հանրաքվե անել։ Դրա պատճառով նա դիմելու է բոլոր մեթոդներին մեր թիմում եղած անդամների վրա բռնաճնշումները, ցուցակում եղած հարյուրավոր մարդկանց դեմ բռնաճնշումների փորձը նրա նպատակ ունեն, որ կարողանան ինչ-որ ձև ազդել, բայց չեն կարող։ Իսկ դուք ո՞նց եք ճնշումներից պաշտպանելու ձեր թիմակիցներին, որովհետև ամեն օր լուրեր ենք ստանում, թե ձեր շտաբի պետի կնոջը օրինակ, որը Աղավնաձորի դպրոցում 34 տարվա դասատու է, ո՞նց ենք ամուսինը, ինչա ձեր շտաբի պետն է եղել, ազատել են, ասել են դիմում գրի ազատվի աշխատանքից։ Դուք ո՞նց եք ձեր թիմակիցներին այսպես պաշտպանելու նման ճնշումներ։ Ամեն դեպքում մենք կանգնում ենք մեր ընկերների կողքին, ում ընտանիքի անդամներին աշխատանքից հանել են, լուծումներ ենք առաջարկում, մենք լինում ենք իրենց կողքին, նաև ամբողջ process-ի ընթացքում, դատական process-ի ընթացքում մենք հետևում ենք եւ բոլորի հետ ենք։ Ձեր թիմակիցների քիչ այսպես վախեցնելով, մեկին գործից հանելով, մյուսին այլ կերպ ճնշելով, մեկին քրեական գործերով, ԱԱԾ-ի պատվալներում Մարդուն ինչ որ ձև կաշկանդեց 340,000 մարդու, երբ ընտրություններից 2 օր առաջ հարյուրավոր մարդիկ մեր բոլոր գրեթե շրջանային ներկայացուցիչներին տարան 3 օրով 72 ժամ հետո թողեցին։ պետք լինի այդքանը դուրս կգան փողոց։ Դա մեր հայրենակիցների որոշումն է, կարծում եմ, որ կարևոր օրը, կարևոր պահին Երևանյան փողոցի խոսքը Դուք այսօր հանդիպել եք ձեր աջակիցների հետ, ինչ եք քննարկել, դրանք ինչ էին առաջարկում, կողմային, որ բոյկոտեք մանդատները վայր դնեք, թե մանդատները վերցնեք, եւ արդյոք եթե Սահմանադրական դատարանը ձեր բողոքից մի մասը բավարարի, օրինակ վերակվյարկություն լինի, բավական խորհրդան անցնի, այդքանը բավարար է, որ դուք մանդատներով խորհրդարան գնաք։ Վերջնական որոշում, ես մեկ անգամ եւս ուզում եմ ասել, վերջնական որոշում դեռ չունենք այդ ուղղությամբ, պետք է նայենք, թե որն է ամենակարճ ուղին Փաշինյանին հեռացնելու, ամենաէֆեկտիվ ուղին որն է Փաշինյանին հեռացնելու։ Օրինակ խորհրդարանը էֆեկտիվ ուղի է, նախկինում ընդդիմությունը փորձում է, կարծում եմ փողոցի եւ օրենսդիրի համակեցությունը միակ ուղին է։ Այսինքն շատ են ասում, որ օրինակ ձեր թիմակիցներին միշտ խոսում ենք, որ այսինքն ընդդիմադիրները ասում են, որ արդեն հաղթանակ ունեն, քանի որ իշխանությունը չունի Սահմանադրական մեծամասնություն, բայց զուգահեռ քննարկումներն են, որ Սամվել Կարապետյանը ասել է ընդդիմադիրներից գնում իշխանական դաշտ, դուք մտավախություն չունեք, որ ձեր ցուցակից արտահոսք կլինի օրինակ։ Տեսեք, Սամվել Կարապետյանը ասել է, որ մենք չենք հաղթել, բայց ԿՊՆ չի հաղթել։ Սա պարզ երևում է։ Բոլոր հարցումներով 100,000 ձայն քաղաքացիական պայմանագիրը այսօրվա ունեցած ձայներից քիչ էր ունենում։ Չկա որևէ հարցում, տասնյակ հարցումների ենք տասնյակ հարցումների ենք մենք տարբեր ուղղությամբ հարցումներ ենք ունեցել, 100,000 ձայնի տարբերություն կա։ Դա ձեր համար այսպես շատ հիմնավոր փաստարկ է, ասել որ Փաշինյանը պիտի պարտվեր։ Հարցումների վերջո կարող անգամ դրանով այսօր նա 49%, այսինքն մեր հասարակության մեծամասնության աջակցությունը չունի։ Սահմանադրությունը այնպես է գրված, որ այդ դեպքում էլ կարողանում է նա կառավարություն ձևավորել, ուղղակի նրան պակասում էր 50,000 ձայն գողանալ, նա գնաց գողության, ձայների գողության, Հայաստանի քաղաքացիների ձայների գողության։ Ինչ վերաբերվում է մյուս բանը, մեր հանդիպմանը, մեր աջակիցների հետ, ովքեր մեզ վստահություն են, ասեմ, որ բավական ինտենսիվ քննարկում էր։ Մենք պատրաստ էինք մեր հայրենակիցների կողմից ուղիղ հարցերի, խիստ հարցեր են հնչել։ Ինչին են հակված իրենք։ Տեսեք, մոտապես կարելի ասել 50% համամասնությամբ կա կարծիքների
սենց բաշխում։ Բայց Մանդատները վերցնելու չվերցնելու հետ կապված։ նաև պայքարի ձևի մանդատ վերցնելը, չվերցնելը դա մի բան է ուղղակի ոչ այնքան առաջնային, ինչքան վերջնական նպատակը։ Վերջնական նպատակը Փաշինյանի հեռացումն է։ Եվ այնտեղ քննարկում է թե ինչ օրենքով թույլատրված տարբերակներ կան, որպեսզի մենք երկում վերջապես այդ փոփոխությունը Կարապետյան, եթե օրենսդիրն ու փողոցը Փուլում են բանակցությունները միավորման, ինչ փուլում են, ինչ արդյունք կա։ ասեցի արդեն process-ի մեջ է շուտով կլինի հանդիպումներ։ Կարապետյան հետ ընտրացնելու եք մանդատը, եթե այդպիսի որոշում լինի, ուզում եք պատգամավորն հետ ձեզ Ալեն Սիմոնյանն էր ասում եկեք խորհրդարան։ Ով էր ասում, մի քանի հոգի էլ ասում էին չգնանք խորհրդարան իրենց գոլեգաներից։ Ասեմ։ Պարոն Կարապետյան, կարող եք լուծում եք իհարկե։ Ձեր պատասխանից տպավորություն է ստեղծում, որ մասնավորապես նշելով, որ ոչ հիասքանք թող պատասխանեք։ Շատ լավ։ Վերջնական որոշում կուսակցությունը չունի։ Մեր այրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները ոչ մի բան բացի բռնաճնշումներից չեն տալիս։ Բոլոր ով մանդատի տեղերում է, բոլորը մի հատ անցնելու են ԱԱԾ մեկուսարանով նոր այդ մանդատը ունենան։ Հանգիստ եղեք, ոչ մի լավ բան չի տալի, եթե պետքա այդ աշխատավարձ բան ամեն ինչից մենք դրա հետաքրքրությունը կարիքը չունենք, ժողովուրդ, հիմնական կարիքը էս մարդուն փոխելն է։ Բոլոր մարդիկ, ովքեր ցուցակով մանդատների ձևաչափի մեջ են, այսինքն անցնում են ազգային ժողով, իրենք բոլորը բռնաճնշումների տակ են լինելու, իրանք էլ գիտեն, մենք էլ գիտենք, մեր ընկերներն են, բոլորը հետ խոսել ենք։ Խնդիրը ուրիշ է, խնդիրը նա է, եթե չենք վերցնում, արդյոք ձեզ ֆինանսավորող կուսակցության ղեկավարը չի դիմելու սահմանադրական դատարան, որ մյուս կուսակցությունները անցնեն, օրինակ շնորհապետական եւ մյուս կուսակցությունը, արդյոք այդպիսի բան լինելու է թե չէ, կարող եք ճշտել իրենցից, կարող եք իրենից ճշտել, արդյոք սա գործիքակազմ չէ, որ անցկացնին այնպիսի ընդդիմության, ում հետ հնարավոր կլինի գալ ընդհանուր եզրերի։ Եթե դուք անցնեք խորհրդարան, ինչպես եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը։ Նաև դուք խոսում եք 8 հոգի քաղաքացիական պայմանագրից բերելուն եք 8 հոգու անունները կարող եք տալ։ Ովքեր են որ պիտի ԿՊ-ից ըստ գան եւ ասման Շատ լավ։ օրինակ օրակարգ։ Նախ ներողություն եմ խնդրում մեջքով կանգնելու համար եւ երկրորդը պատասխանեմ այդ հարցին։ Հեռացնելու Հայաստանում իշխանությանը հեռացնելու մի տարբերակ կա ամենաէֆեկտիվ։ Դա փողոցի եւ օրենսդրի համակեցությունն է։ Եթե փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ լինեն, օրենսդիրում 0 ընդդիմադիր, փոփոխությունը գրեթե անհնար է լինելու։ Եթե օրենսդիրում լինի 44 ընդդիմադիր, փողոցում 0 մարդ, հնարավոր է այդ դեպքում էլ փոփոխությունը խնդրահարույց է լինելու։ Այդ իսկ պատճառով Հայաստանում փոփոխությունը կարա լինի այս ճանապարհային քարտեզով, պարզ։ Բայց եթե մանդատները վերցնեք չեք լեգիտիմացնի, Պարզ ճանապարհային քարտեզով։ Փողոցը ապահովում է երկրում իրավիճակ, օրենսդիրը ընդունում է ճիշտ որոշում։ չեք լեգիտիմացնի այդպիսով Փաշինյանի իշխանությունը։ Ոչ, մենք չենք ընդունում ԿՊ-ի ձայների թիվը, թվականակը, մենք չենք ընդունում, որ ԿՊ-ն ստացել է այդքան ձայն։ Ոչ, լեգիտիմության առումով մենք ասում ենք, որ կա իրենց թվականակի լեգիտիմ չէ, իրենց վերջի ցուցակի թվականակը այդքան պետք է չլիներ ազգային ժողով, այդքան ներկայացվածություն չունեն իրենք։ Ինչ վերաբերվում է, ինչպես պետք է պայքարենք։ Չենք վերցնում տարբերակ 1, վերցնում ենք տարբերակ 2, որ տարբերակը գնացինք ներկայացնելու ենք, բայց եթե մենք ամեն տարածաշրջանում, ամեն համայնքում չպայքարենք, չկտրենք ԿՊ-ի թևերը, վաղը այս նույն գործիքակազմով ԿՊ-ի թևերը, ես մի անգամ ասեցի ԿՊ-ի թևերը, այսօր ազգային ժողովի նախագահ ասեց դու սպառնում ես կտրել Ալիևի թևերը, ես չգիտեմ ինչ ենթագիտակցական ֆրեյդիզմի շրջանակներում ինչպիսի ենթագիտակցական միավորում է իր մեջ եղել, բայց մենք ցանկանում ենք տեղերում սահմանափակել ԿՊ-ի թևերը, որպեսզի համայնքապետերը չկանգնեն մարդկանց ուղղորդեն,
աշխատանքից չանեն։ Բոլոր հնարավոր տեղերը պետք է տոտալ պայքար ընտրակեղծարարների դեմ։ Սպառնալիքների մասին ինչ կասեք, պարոն Կարապետյան, սպառնալիքներ են տեղում։ Դրակաշարժ բաժանելով Պարոն Կարապետյան, Ասում եք, դա Բարգավաճ Հայաստան կուսակցության անցնելու դեպքում, եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ ընտրության արդյունքները սահմանադրական են, դուք անցնելու եք երկու ուժերով, այսինքն դուք Բարգավաճ Հայաստանի ձայները չեք ունենալ։ Դուք ասում եք, եթե փողոցում լինի տասնյակ հազարավոր մարդիկ, բայց օրենսդիրում չունենանք ընդդիմադիր ներկայացվածություն, ոչ մի բան չի փոխվելու։ Դուք այս պարագայում էլ չեք ունենալ իրավիճակը։ Այդ ժամանակվա սցենարը դուք հաշվարկել եք, ունեք դրա ճանապարհային քարտեզը։ Շնորհակալ եմ։ Եթե խոսքը թվի մասին է, Բարգավաճ Հայաստանի ձայները, շնորհակալ եմ։ Բարգավաճ Հայաստանի ձայները գողանալու դեպքում իրավիճակը դժվարանալու է, որովհետև 3/5-րդի հնարավորություն է ունենալու իշխանությունը, բայց շարունակելու է չունենալ հնարավորություն Ալիևի սահմանադրությունը բերել։ Մյուս հարցը Որ փողոցը դուք գեներացնել եք, բայց միևնույն է այդ պարագայում չեք ունենալու օրենսդիրում փոփոխություն անելու հնարավորություն։ տեսեք, եթե օրենսդիրում չկա ընդդիմություն, դու կարիք ունես 51 ԿՊԱ-կանի ձայնի։ Եթե կա ընդդիմություն, դու կարիք ունես 8 ԿՊԱ-կանի ձայնի։ Սա որոշիչ բան է, թե չէ։ ԿՊԱ-ականների Շնորհակալություն։ Փողոց գնաք, եթե Փաշինյանը դրանով կլեգիտիմացնի իր ռեպրեսիաները, որովհետև փողոցով եթե որոշեք ինչ որ բան փոխել, ռեպրեսիաների նոր ալիք կսկսվի եւ դուք դրանով փաստորեն կոժանդակ եք Փաշինյանին, որ այնինչ չի ստացել ընտրություններով, ստանա փողոցով։ Այս տեսակետը ինչպես եք գնահատում։ Դե ամեն դեպքում փողոցում, տեսեք, փողոց գնալու դեպքում ասում են կլեգիտիմացնեն ռեպրեսիաները։ Փողոց գնալու դեպքում ասում են կլեգիտիմացնեն ռեպրեսիաները։ Օրենսդիր գնալու դեպքում ասում են կլեգիտիմացնեն։ Ամեն դեպքում սա մի հատ հայտնի առակ կա, երկու տարբերակով էլ մարդկանց մի հատված ունենալու է կարծիքների տարակարծություն, բայց մեր հայրենակիցներին ուզում եմ ասեմ, սիրելի հայրենակիցներ, վստահ եղեք, այդ հաստատ դուք էլ գիտեք, մանդատը մեզ ոչ մի բան, բացի ամենօրյա խնդիրներից չի տալիս։ Ոչ մի բան հավելյալ չի տալիս է միայն պայքար։ Եվ այդ պայքարը մենք ունենալով ձեր 340,000 մարդու աջակցություն ունենք պատասխանատվություն ձեր առաջ ու պետք է հասկանանք, որ դեպքում ենք ձեր պատվերը կատարելու եւ հողելու փոքրիկ խմբակին։ Պարոն Կարապետյան, ներողություն, այսպիսի կարծիքներ կան, ասում են, գիտեք ինչ չի կարողանում։ Կներեք, դուք ասեք էլի շուտ որովհետեւ իրեն հնարավորություն չենք տվել այսքան ժամանակ հարց տալ։ Պարոն Կարապետյան, թիմի ներսում քննարկվել, բայց Մարիանա ջան, եթե քննադատության մակարդակը մեր մոտ ինձ թվում է նորմայից ավել է եւ այդ իսկ պատճառով, քանի որ նոր ուժ են, քաղաքականության մեջ նոր ենք, մենք ամեն քայլ ինքնակննադատության այդ մակարդակն է մեզ ստիպում ավելի բաց լինել եւ մեր հայրենակիցների հետ նստել քննարկել։ Այսօր 1500 մարդու հետ նստել քննարկել ենք այս հարցերը։ Որ ուժն է բաց նստում քննարկում առանց որևէ սահմանափակման մարդիկ մոտենում են միկրոֆոնին եւ տալիս են հարցերը։ Որևէ ուժ բաց չրիշ չթողեցին լուսաբանել, դուս հրավիրեցին։ Լուսաբանման համար սահմանափակում, որպեսզի հետ ժողովրդավար չեք։ Ազատություն ունենայինք ամեն դեպքում մարդիկ խոսքերի իրենց
արտահայտման միջոցների ազատություն ունենային, նաև ինֆորմացիոն առումով ամեն դեպքում աջակիցների Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, այսպիսի կարծիքներ կան։ Ասում են ուժեղ Հայաստան ընդդիմությունը ընդհանուր չի կարող մարտահանել փողոց։ Նման կարծիքներ են հնչեցնում իշխանական թևից։ Ասում են, ինչ ասում են, որովհետև այդ մարդկանց մեծ մասին նյութապես են շահագրգռել, բերել ընտրության գործարք է տեղի ունեցել, վերցրել են, եկել ընտրել են, հիմա էլ ամեն մեկ իր ճանապարհով կմեկնաբանի։ Այսօր հենց հավաքի ժամանակ, մեր քննարկման ժամանակ մի քանի տասնյակ մարդիկ հենց այդ հարցի հետևից էին եկել, ասում են, հետո է ասել, որ մենք մեր արդար պայքարը ինչ որ բանի հետ կարող ենք փոխել, այստեղ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր օրինակ ես տեսնում եմ մարդ, ով կորցրել է իր աշխատանքը, իր ընտանիքի բոլոր անդամների աշխատանքը, մենակ նրա համար, որ կանգնել է մեր կողքին։ Այս մարդը։ Շնորհակալություն։ Շարունակեմ, հարյուրավոր են այդպիսի դեպքերը։ Դա ցույց է տալիս, որ մարդիկ գաղափարական պայքարել են գաղափարական իրենց երկրում փոփոխության համար, որ հարևան երկիրը չլինի մեր դիրիժորը, այլ մեր ժողովուրդը։ Պարոն Կարապետյան, կներեք, հստակ